այլասերել են։ Բանակը, եւ ես կասեմ ինչու եմ ասում այլասերել են, բանակը եւ եկեղեցին։ Հոգևորականության։ Այլասերել են, չէ, այդ այլասերումը մենք տեսնում ենք, չէ, ոնց անցան, ինչ իրավիճակա տիրում են դեղ։ Այլասերել են նկատի ունեմ են, որ սպաները իրավունք չունեն զբաղվել բիզնեսով։ Պետության մեջ եթե սպաները զբաղվում են բիզնեսով, այդ բանակը պարտվելու է, անպայման պարտվելու է։ Անպայման, Սերժ Սարգսյանը բոլորին դարձեց բիզնեսմեն։ Բարձրաստիճան սպաներին այդ Սեյրան Օհանյանից սկսած եւ այլն բոլորը դառան բիզնեսմեններ եւ հոգեվորականներ իրավունք չունեն զբաղվել բիզնեսով։ Այս երկուսը իրավունք չունեն։ Եթե պետության մեջ սպայական կազմը, սպաները, գեներալները սկսում դառնում են բիզնեսմեններ եւ հոգեվորականներ, այդ պետությունը պարտվում է։ Պատճառը պարտության մեր պատերազմում դա է եղել։ Եվ այդ պատճառը ձևավորել են Սերժ-Սարգսյանական կլանը, այսպես ասեմ։ Когда мы говорим Серж, мы подразумеваем Роберт, когда мы говорим Роберт, мы подразумеваем Серж, это հասկանալի է, չէ՞, այդ իրավիճակը պարզ է, միասին են եղել, միասին են արել, մեկի մեղքը կարող ավելի շատ լինի, մյուսինը պակաս, փոքր ինչ, բայց մեծ հաշվով ես պատահական չի, որ օգտագործում եմ այդ մաֆիան ինչ է։ Հիմա Դոն Կարլոյոնն է մեղավոր, թե իր զավակը եւ այլն, հասկանում եք, այդ մաֆիան մաֆիա է։ Երբ որ այս նախկիններին հաջողվեց այս բանի այս Գարեգին երկրորդի խելքը ուտել եւ ներքաշել նրան քաղաքական պայքարի մեջ ներքաղաքական։ Ես ասում եմ, չեք 20-րդ, 21-րդ դարում նման բան չի եղել։ Որ եկեղեցու ուրեմն առաջնորդը հոգևոր առաջնորդը դիմի աշխարհիկ ղեկավարին, որ ընտրվել է ժողովրդի կողմից, ընտրված ղեկավարին դիմի, ասի դու պետք է հեռանաս։ Դա եղել է միայն միջին դարերում։ Ուրեմն երբ որ սա տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը իրան պետք պատկերացրեց Կալվինի եւ Լյութերի, գիտեք, չէ, Կալվինը, Լյութերը, գուգենոտները, այսինքն բողոքականները, որ մտել են պայքարի մեջ։ Այդ պայքարը եղել է քաղաքական։ Այդ պայքարը եղել է քաղաքական, կաթոլիկ եկեղեցու դեմ։ Հասկանում եք, երբ որ միջնադարյան պատմության օրինակով վեհափառը դիմում է աշխարհիկ իշխանության, ուրեմն Նիկոլն էլ իրան պատկերացրեց Պապ թագավորի դերում, Մարտին Լյութեր Կինգի դերում, քանի որ արևմտամետ է, ես արևմտյան պատմությունից, արևմտյան քաղաքական պատմությունից կմատնանշեմ օրինակներ։ Լյութերը, Կալվինը, այսինքն բողոքականության լյութերները, որոնք մտան քաղաքական դիմակայության մեջ Ռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ եւ այլն եւ ստեղծվեց նոր ուղղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրան այդ ձևով պատկերացրեց։ Եթե սա է անում, ուրեմն սա պատասխանը սա է։ Այլ հարց է։ Այս դիմում եմ Նիկոլ Փաշինյանը, կլսի մեզ, անպայման իրանք հաղորդել, ես դիմում եմ իրան։ Նիկոլ, նպատակը արդարացնում է միջոցները, այս սկզբունքով չպետք է գործես։ Այն միջոցները, որ որդեգրել ես, ահավոր են, որովհետև այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան հիբրիդային պատերազմ, ոչ թե հոգևորականության վերնախավի դեմ, այլ հիբրիդային պատերազմ, ուրեմն հիբրիդային պատերազմ, որը ուղղված է եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, եկեղեցին ներսից պայթացնելու նպատակով։ Ես այստեղ է, որ պետք է իմ այդ միտքը պարզաբանեմ, որպեսզի հասկանալի լինի։ Երբ որ
փորձում են որևէ ինստիտուտի նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ ինստիտուտը քանդվի, հիմնահատակավերվի, փորձում են հակադրել, օրինակ, եթե խոսքը գնում է գիտական հետազոտական ինստիտուտին, կրտսեր լաբորանտներին, պրոֆեսորներին, ուրեմն գիտական ղեկավարության ինստիտուտի, այդ ցանկացած ինստիտուտ, եթե ուզում են քանդեն, այդպես են անում, եթե սկսվում է ուրեմն ներքին հակադրություն, պայքար և կաթվածահարալինում ինստիտուտը, ինչ են անում, լաբորանտները և կրտսեր գիտաշխատողները ապստամբվում են, դա, այսինքն, երբ որ ուզում են քանդել, հիմա ինչ արեց Նիկոլ Փաշինյանը սկսեց դիմել քահանաներին, քահանաներ, ահա ձեզ, ուրեմն, ձեր կարիերային աճը, հասկանում եք, կարիերային աճը կասեցնում են, պատճառաբանելով, որ դուք ամուսնացած եք, որ դուք ընտանիքներ ունեք, որ դուք ուրեմն պարտավոր չեք հետևելու ուրեմն կուսակրոնության երդմանը, այդպիսի երդում չեք տվել, դրա համար և տեսեք նրանք երդումը տվել են, երդումը խախտում են, բայց շարունակում են մնալ վեհափառ, շարունակում են մնալ կաթողիկոս, սրբազան, թեմի առաջնորդ և այլն, այսինքն նա սկսեց դիտել եկեղեցի որպես սովորական հաստատություն, որտեղ այդ հաստատության անդամները, այդ հաստատության ներկայացուցիչները կարիերային աճի նպատակ են հետապնդում, այսինքն ծառայողական առաջխաղացման նպատակ են հետապնդում։ Դրա իրավասությունը նա ուներ, թե ոչ։ Սա չհասկացավ, այդ իրավասությունը։ Իհարկե չուներ, որովհետև եկեղեցում կարիերա առաջ գնալ չկա, Տերը ասել է, վերջինները կդառնան առաջիններ, այսինքն նրանք ովքեր վերջինները, այսինքն Ֆլորենսկին, Պավել, մեր հայրենակիցը, ասեմ, մանա շարքային, ուրեմն, եկեղեցու սպասավոր էր, քահանա էր, բայց, ուրեմն, բայց այսօր որ մի թեմի առաջնորդի կամ որ մի կաթողիկոսի կարելի է համեմատել, չէ, պատրիարխի ռուսաց եկեղեցու Պավել Ֆլորենսկու հետ, ոչ մեկի, կամ Նարեկացին, հասկանում եք, այնտեղ չկա դենց բան, այսինքն Աստված կարող է որոշի ավելի սիրի են սովորական, և այդպես էլ կա, Աստված ինքն էր ասում, սիրեք նրանց, ովքեր անտուն են, ովքեր ուրեմն ծառայողական աճ չունեն, ովքեր, այսինքն չկա այդպիսի բան այնտեղ, առաջի, երկրորդ չկա եկեղեցու։ Եվ այսօր ասենք հակադրել նախ դա, երկրորդը, եթե ի վերջո Նիկոլ Փաշինյանի նպատակը որն է քանդել եկեղեցին, Նիկոլ, ուզում ես քանդես այդ եկեղեցին, եթե հակադրում ես քահանաներին, ուրեմն սրբազաններին, այդ նշանակում է քանդել, ցանկացած թշնամական պետություն, երբ որ իր թշնամի պետության դեմ ծրագրեր է ձեռնարկում, հատուկ ծառայությունների միջոցով, հատուկ անում են այդպես, որ անպայման հակադրեն ժողովրդին էլիտային, պառակտում ստեղծեն, ներքին պառակտում, այսինքն ցանկացած հիմնարկ, երբ որ ուզում են քանդեն, ուզում են ներքին պառակտում ստեղծեն նրանց միջև, ովքեր ուրեմն ղեկավար են, ղեկավարության միջև, հա, չնայած եկեղեցում ղեկավար բառը առհասարակ անհասկանալի է, ուրեմն նորից եմ ասում, եկեղեցին դա սակրալ ինստիտուտ է և այստեղ աշխարհիկ, բայց Նիկոլ Փաշինյանը պատասխանում է վեհափառին, ռուսերեն արտահայտություն կա, той же монетой, նույն ձևով, նույն կերպ, այսինքն նա ներխուժեց իրավասությունների դաշտ, պահանջեց իր հրաժարականը, ներխուժեց քաղաքական դաշտ, ներխուժեց, հիշենք,
ուրեմն ինչպես այդ Բագրատ arczepiskopos-ը իր մեքենան տարավ նվիրեցում այդ Սամվել Շահրամանյանին, որը ստորագրել է Արցախի լուծարման վերաբերյալ ակտը, լինելով Արցախի նախագահ։ Տարավ նրան նվիրեց։ Հիմա պատասխանը ստացան, թե ինչպես Վրթանեսը անցավ ուրեմն Նիկոլի կողմը։ Նիկոլը այս պատասխաններով հաղթանակներ է տանում, եթե իր ախոյանները լինեին աշխարհիկ դեմքեր, դա հասկանալի կլիներ, բայց այսօր իր հաղթանակը այս ուրեմն կամ իր զուտ քաղաքական միջոցներով, նա գործում է քաղաքական միջոցներով, այդպես գործում են քաղաքական դաշտում, երբ որ ուզում են մրցակցի ուրեմն մրցակցի կուսակցությունում պառակտում ստեղծել, բայց եկեղեցին կուսակցություն չի, բայց եկեք ու տեսեք, որ Նիկոլը կասի, բայց Բագրատը, Գարեգի երկրորդը եկեղեցին կուսակցության էին ուզում վերածել։ Սա կապված է ընտրությունների հետ։ Ընտրությունների նախաշեմին 1-2 հանգամանք կա։ Ընտրություններ համար առաջի հանգամանքը եւ այստեղ օլիգարխի հայտնվելը մոսկովյան ծագումով այսինքն Սամվել Կարապետյանի մասին է խոսքը գրանցում ունեցող գեր օլիգարխի հայտնվելը ուրեմն այս երկուսն են պատճառը որ ստիպեցին Նիկոլ Փաշինյանին դիմելու այս քայլեր ես չեմ արտարացնում այդ քայլերը Աստված մի արած սարսափելի քայլեր են համար հա ճիշտ է այդ ինստիտուտը Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանը ինչու ենք բանանում սա լրիվ մի ամբողջ ցիկլ է այդ եկեղեցին այլասերել են Էլի մի ասեք եկեղեցին ասեք հոգևորականությանը այլասերել են դե ճիշտ է մի անգամային ճիշտ է եկեղեցին ուրեմն հավերժ է այս հոգևորականությունը կարող է այս հոգևորակ մահկանացուներ են այս մահկանացուների հնարավոր է այլասերել եկեղեցին հնարավոր չի այլասերել միանշանակ բայց այս մահկանացուներին այլասերել են ինչպես եւ բանակը որպես ինստիտուտ որպես ազգի գոյության հիմք հնարավոր չի այլասերել բայց գեներալիտետին որոնք մահկանացուներ են հնարավոր